4 գերիների վերադարձը անակնկալ էր հասարակության համար, բայց ոչ Աստղաբան Գայանե Սարգսյանի համար, ով դեռևս նախորդ տարեվերջին էր կանխատեսել նրանց վերադարձը։ Բայց 4 տղամարդկանց վերադարձը դեռ սկիզբն է, շուտով նոր գերիների խումբ է վերադարձվելու։ Կլինեն դրանց մեջ արցախյան էլիտայի ներկայացուցիչները, այս եւ այլ հարցերի պատասխանները գաղտնազերծում է հայտնի Աստղաբանը։ Նախ ողջունում եմ մեր հետևորդներին, կրկին շնորհավորանքներս նոր տարվա կապակցությամբ։ Մենք դեռ դրա մասին հաղորդման մեջ կխոսենք, որովհետև այս տարի հենց արդեն իսկ մեկնարկել է նոր ալուսինը 2026 թվականին, որը մեծ ծրագրերի, նոր ծրագրերի այդ մեկնարկի ժամանակահատվածն է։ Այո, հարգելի Իլոնա, մեկ անգամ չեմ ասել, ձեր հարթակում միայն մի քանի անգամ եմ ասել, մեր շատ հետաքրքիր գործընկերներից մեկը, որը պարբերաբար ինձ պրովոկացիոն հարցեր է տալիս, նրա մոտ էլ այդ հարցադրումը եղել է, ինչն էր հետաքրքիր, որ վերջում իսկ հարցրեց նա գերիների վերադարձ կլինի 25-ին թե 26-ին, ես ասեցի, որ 26 թվականին, չնայած միտումները ավելի շուտ էր, Յուպիտերը խեցգետնում, Սատուրնը ձկներում, երկու սոցիալական մոլորակները, որոնք մարդու սոցիալական կյանքն են բնութագրում, Սատուրնը թե որտեղ պետք է զգուշանա, թե ինչ պետք է անի, սահմանները չհատի, Յուպիտերը որտեղ մեծ հաջողություններ ունենա, մարդու կյանքի բարեկեցության մոլորակն է, մեծ բարեգործը մարդուն հնարավորությունները տալիս, եւ այդ երկու մոլորակները հանդիպել էին, ոչ թե հանդիպել էին, դրական բարե դրացիական հարաբերություններ են ստեղծել 50-60 տարի առաջ եւ հիմա է։ Ասեմ, որ եւս մեկ խմբականակ կլինի, ռազմաքաղաքական, այդ միտումով, այդ պայմանավորվածության շրջանակներում, ինչումն է հարցը, որ Յուպիտերը խեցգետնում, դա քաղաքացիական բնակչություն է, ես այդպես հասկացա, խեցգետնը հայրենիք, ընտանիք, օջախ, Յուպիտերը բերեց հայրենիք, դրա համար ամբողջ մեկ տարի է, ես անցած տարվա հունվարից հետո ասում եմ, որ Յուպիտերը մտնելու է խեցգետնի կենդանակերպ, հունիսից մեկ տարով վերադարձեք հայրենիք, ընտանիք, ամուսնացեք, ընտանիք, ըստեյության այսօր ականատեսություն։ Այո, կլինի եւս մեկ խմբականակ, այնտեղ հարցադրումը եղավ, որ կենդանակերպերը, կարծեմ դուք էլ հարց տվեցիք, ասի չասեմ, որպեսզի ծնողները, հարազատները չնեղվեն, բայց սպասվում է այդպիսի խմբականակ մինչև հունիսի 30-ը։ Հետո, երբ որ Յուպիտերը անցնի առյուծը արդեն էլիտան է, դա հուսանք, որ Յուպիտերը բարեկեցության մոլորակը կօգնի, որ մեր այն հայրենակիցները, որոնք այնտեղ զբաղեցնում են արդեն կառավարման, ղեկավարման այդ օղակները, նրանց մասով լուր կլինի։ Երբեմն խոսակցություններ են լինում, սա են արել, նա են արել, ընդդիմադիր են, այսպես քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեն, նրանք իմ հայրենակիցներն են, ես կուզեմ, որ իմ հայրենակիցները վերադառնան Հայաստան, չնայած երբեմն բնորոշումը լինում է ինձ որպես իշխանամետ, բայց ես միշտ ասում եմ, որ ես ազատ եմ իմ քաղաքական Հայաստանում եւ դրա համար ամենաշատ հրավերքները ես եմ ստանում տարբեր հարթակներում եւ ասեմ ձեզ, որ միշտ հարցադրում է ինչու եք ինձ կանչում ձեր եթերներին, ես հարցադրումը ուզում եմ տամ ձեզ, հետո ես պատասխանը կտամ, ինչու եք դուք ինձ կանչում եթերին։ Անձամբ ես հրավիրում եմ ձեզ, քանի որ տեսնում ենք, որ ձեր բոլոր կանխատեսումները մեծամասամբ իրականություն են դառնում, նաև պահանջարկ կա մեր հետևորդների կողմից եւ հետևորդների խոսքերով կարող եմ, որպեսզի օբյեկտիվ մերկապարանոց չընչի, հետևորդների խոսքերով, քանի որ դուք այսպես ասած իրականությունից դուրս ինչ որ կանխատեսումներ չեք անում եւ այն ինչ անում եք բացառապես կատարում եք աստղաբանության տեսանկյունից, ոչ թե այսպես ասած շարլատանության հետևորդ են։ Իսկ քաղաքական հայացքների առումով ես գիտեմ, որ շատ հարթակներ քաղաքական հայացքների առումով ինքս կարող եմ ասել, որ դուք մեր հետևորդների կողմից մասնավորապես դիտարկում եք որպես ապաքաղաքական մասնագետ։ Հրաշալի է, այդ գնահատականը միշտ տալիս են ինձ տարբեր հարթակներում, ասում եմ հիմնականում կանչում են ընդդիմադիր ալիքներից, բայց այստեղ այս հարթակում ի վերջո տեղեկատվական հարթակում այդ կազմակերպիչները, լրագրողները, նրանք շատ լավ տեղեկացված են, նրանք գիտեն ում կարող են կանչել եւ
ում քաղաքական հայացքները չեն վնասի մեր հանրության եւ ի վերջո եթե քաղաքականությամբ էլ խոսում եմ ես փորձում եմ խոսել աստղաբանության լեզվով Չգիտեմ ինչպես են ձեզ համարում ընդդիմադիր կամ իշխանամետ, քանի որ դուք ոչ միայն ներքաղաքական զարգացումների մասին եք կանխատեսումներ անում, այլ նաև արտաքին քաղաքական, դրա բառապացույցը Իրան, Ամերիկա այդ պայթյուններ, հա, եւ առհասարակ, այո, Դոնալդ Թրամփի ընտրությունը, հա, որ վերընտրվեց այնտեղ նրա անձին վերաբերող այդ մահափորձեր կրկին 7 ձեզ մոտել եմ ասել, այնքան շատ եմ ունենում ես հարցազրույցը չեմ կարողam ուղղակի այդ պահերը որ այո կան, այսպես ասած, աստղաբանության մասնագետների մոտ կան իրականում մարդիկ, որ բացառապես ներքաղաքական օրակարգ են, այսպես ասած, իրենց մասնագիտությունը ծառայում են ներքաղաքական օրակարգի համար, բայց մենք եւ մեր հետևորդները կարծում եմ կկիսեն իմ տեսակետը, որ մենք խոսում ենք ամեն ինչի մասին այդ թվում նաև ներքաղաքական, բայց ներքաղաքականը բացառապես առավել, այսպես ասած, անդեմ, հա, որ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Եվ առհասարակ ի վերջո սա քաղաքական հաղորդում չէ եւ աստղաբանը քաղաքագետ չէ, մենք խոսում ենք զուտ այն ինչ կանխատեսումները, որոնք որ դուք իրականացնում եք, դա բացառապես աստղաբանության տեսանկյունից ենք ներկայացնում, ոչ թե քաղաքական կամ ընդդիմադիր կամ դիմադիր դաշտի տեսանկյունից։ Եվ վերջից մի գրառում կարծելի է Լոնա, խոսքից խոսք բացվեց, մի գրառում եմ տեսնում հարթակներից մեկում, որ նախկինում Գայանեն կանխատեսում էր բարդ իրավիճակ, պատերազմ, այժմ չի կանխատեսում, ընդօրինակում է այս մասնագետներին սիրելիները, սիրելի հետևորդներ, Գայանեն ունի իր աշխատանքային գործիքակազմը, այն ժամանակ իրավիճակը բարդ էր, ասում են բարդ մոլորակային դիրքավորումները մեր երկրի համար վտանգավոր, հիմա մոլորակային դիրքավորումները դրական են եւ դրա համար մանրամասն վերլուծություններ ունեմ ձեզ, եթե ձեր քաղաքական հայացքները չի համընկնում, դա չի նշանակում, որ Գայանեն իր գործը չի անում։ Հիմա Յուպիտերը խեցգետում է եւ արդեն իսկ մոտավորապես 7-8 ամիս է ես ասում եմ Յուպիտերը մտնի խեցգետին, խաղաղություն կգա մեր երկրին։ Թե ով ինչպես է ընկալում, դա արդեն իրենց անձնական ընկալունակությունը եւ ես հենց ուզում եմ մի միտումել, մի այսպես հետաքրքիր տենդենց եմ նկատել բոլոր հարթակներում նույն կանայք են գրում, որոնք ռեալիզացված չեն, ես հասկանում եմ, որ նրանք բավարար ժամանակ ունեն, ուղղակի անկապ մեկնաբանություններ գրելու եւ հենց այդ նույն քաղաքական այդ իմ կողմնորոշման միտումով գնացեք զբաղվեք ձեր ընտանիքներով, ձեր երեխաների դաստիարակությամբ, դուք ձեր ընտանիքի հայրն եք եւ ինչպիսի բառամթերք օգտագործում եք մեկնաբանություններում, ես արդեն կարծիք եմ կազմում, դե դուք ինչպիսին եք եւ ինչպիսի ընտանիք, կենցաղ եւ մնացած հարցերում եք ձեզ դրսեւորում այսքանը։ Շատ լավ, եւ անդրադառնալով կրկին գերիների թեմային, ուզում եմ հետաքրքրվել, թե առհասարակ այսօր ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր գերիները ինչ հոգեվիճակում են, հաշվի առնելով, որ տեղեկատվությունը շատ փակ է, հա, հատկապես որ Ադրբեջանի կողմից տեղեկատվությունը շատ փակ է եւ այդ մասին ահազանգում են իրավապաշտպանները, ինչ հոգեվիճակում են գտնվում, ինչպես են նրանց վերաբերում, որևէ կանխատեսում այս մասով հնարավոր է։ Նախ մի այսպիսի կանխատեսում էլ հիշեցի, դուք հարցը տալիս եք մի մոտ հիշողությունս թարմանում ես, ելի հետևորդներ մեր համարյա այսպես հարցերը ծագում են հաղորդման ընթացքում, հա, նախնական պայմանավորվածում պատրաստվածություն շատ քիչ է։ Մեր դեպքում առհասարակ չի լինում։ Ուրեմն, երբ որ հարցադրումը եղավ, դուք էլ ասիք Ադրբեջանի քարտեզը ինչ վիճակը, ես ասի, որ հունվարի 12-ի կողմերում Ադրբեջանի ղեկավարի քարտեզը բացառիկ բար դիրքավորումներն է, որտեղ Մարսը անցել էր այծեղ ջուր, իսկ նա այծեղ ջուրը ծնված կենդանակերպով։ Ես մտածում եմ, որ ճնշումներ կլինի, ասեցին ում կողմից, դե բնականաբար գերտերությունների կողմից, Մարսը դա ռազմաքաղաքական, ռազմական Մարսը այծեղ ջուրը պետական մարմինն է, ղեկավարություն, դրանք
դա հենց այդ երկրագունդը, երկիրը այդ կառավարող ուժերն են, այո, ինչ հետաքրքիր այս անգամ նրա քարտեզում այդպիսի միտում կար, այդպիսի աստղաբանական մեկնաբանություն կար, փաստորեն կարող է լինել այնտեղ մահափորձ Մարսը, բայց պետք է ավելի լուրջ ֆակտորներ լինեին այնտեղ Մարս Պլուտոն, Մարս Օրան, այս դեպքում հստակ ճնշումներ է եղել նրա վրա, իսկ գերների առումով նրանք որ գտնում են ինչևէ գերեվարությունը եւ այդ իրավիճակում հայտնվելը ենթադրում է այն ամենը, ինչ մենք բոլորս գիտենք, բայց ասեմ ձեզ, որ քանի որ Սատուրն, Յուպիտեր տրիգոն կա, հնարավոր է իրենց մոտ վիճակը մի քիչ ավելի բարվոք լինի, կախված նաև այդ Կոլումբիայի դեպքով, երբ որ ԱՄՆ-ին հնարավորություն տրվեց այդ ղեկավար մարմիններին այնտեղ ձերբակալել, ես զգացի, այնքան հետաքրքիր ես սպասում եմ Ադրբեջանի արձագանքին եւ տեսնում եք, որ Ադրբեջանը այլևս իր ղեկավարի հետ հանդերձ անպագոր հայտարարություններ չեն կատարում։ Մի կողմից դա ինձ համար կարևոր էր, որ դա այդ իրավիճակը զսպաշապիկ էր մեր այդ թշնամի երկրի ղեկավարի համար եւ այո, ճնշումներ են եղել նրա վրա, այդ ճնշումները եղել են հունվարի 12-ի մոտակայքում։ Իսկ մնացած մասով պայմանները հնարավոր է, որ բոլոր մեկուսացման վայրերում պայմանները առանձնապես հիանալի եւ հրաշալի չեն, բայց քանի որ Սատուրն, Յուպիտեր տրիգոն կա, հնարավոր է, որ վերջերս արդեն մոտակա ամիսներին նրանց մոտ այդ պայմաններին կենցաղային կամ նրանց կեցության պայմանների բարելավում լինի։ Եվ երևի թե պատրաստում են հաջորդ խմբականակ գալու։ Մարտի կողմերում կարող է լինել խավարում կա, փետրվարի 17-18-ին է խավարում, մարտի 3-ին։ Եթե չլինի, ապա անպայման խոսակցությունները գնում է այդ առումով, որովհետև այնտեղ խավարումները ձկներ եւ հույս առանցքում են, իսկ ձկները դա մեկուսացման վայրերն են, բանտերն են, դա էմիգրացիան է, կրկին խոսակցություն կլինի այդ առումով եւ հուսամ, որ մինչեւ հունիսի վերջ եւս մեկ խմբականակ կտեղափոխվի Հայաստան։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես զրույցի սկզբում նշեցի, որ դուք նաև կանխատեսումներ իրականացնում նաև արտաքին քաղաքական թեմաներով, մենք տեսնում ենք, որ այսօր թեժ իրավիճակ է նաև Իրան-Ամերիկա հարաբերություններում, ինչ սպասել, քանի որ տարբեր միջազգային փորձագետներ նշում են, որ հնարավոր է Ամերիկան հարվածի կամ հակառակը, այս պահին կարծես թե ժամանակավոր հրադադար է, թեև իրադարձությունները ներքին զարգանում են, ինչ սպասել, արդյոք հնարավոր է մեծ պայթյուն։ Մարսը, երբ որ կանցնի ձկների կենդանակեր, դա մոտավորապես 2 ամիս հետո է, 2-3 ամիս հետո այս պահին ուղղակի աղյուսակների ձեռքի տակ չեն, այնտեղ կրկին խնդիրներ կարող են լինել եւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կհայտնվի կրկին այդ թիրախային կետում։ Ինչու, որովհետեւ Սատուրնը հույսի կենդանակերպում է այնտեղ, հույսը ծառայողներն են, դրանք զինվորականներ են, Սատուրնը ղեկավար անձնակազմն է, այդ ժամանակահատվածում կրկին հնարավոր է, որ խնդիրներ լինեն։ Դա կարող է լինել հարձակում նրանց վրա, Մարսը ձկներում ու կարող է պայթյուն լինել։ Պայթյուն կարող է լինել, որովհետև ձկները դա վառելիքն է, իսկ Մարսը դա, գիտեք, կռվի մեծ աղետները Պլուտոնն է, կռվի, կոնֆլիկտի, պայթյունի այդ մոլորակն է։